Ողջույն սիրելիներս, հուսով եմ, որ լավ եք, միշտ ցանկանում եմ, որ լավ լինեք։ Ուրեմն, ինչպես եւ խոստացել էի, անդրադառնալ վիդեոյի կոմենտարիաներին, այդ տվյալ վիդեոն, որը որ վերաբերվում է հրատապլուրին, շատ բուն քննարկումներ ունեցավ, շատ-շատերը շնորհակալություն էին հայտնում, շատ-շատերը փորձում էին ինչ-որ կերպ ինչ-որ վիրավորանք անել, հա, մարդկանց վերաբերյալ։ Մի խոսքով, շատերը թվում էր, թե ուղղակի լայք եմ հավաքում։ Դրա համար այդ հոլովայքի վերաբերյալ կկարդամ բոլոր կոմենտարիաները եւ բոլորին կարձագանքեմ հենց այսպես, նայելով ձեր աչքերի մեջ, այ ոչ թե ուղղակի գրելով, եւ կսկսեմ երևի թե ամենաառաջի կոմենտարիայից, որը գրել է Անահիտ Ծատուրյանը, հա, սիրևույթին, բարև Սերինե ջան, մերսի լուրի համար, շատ շուտվանից պետք է այդ օրենքը լիներ, որ Եվրոպայի հայությունի կեսը ադրբեջանցու անուն ազգանունով չհանձնվեին, ամոթնելա լավ բան կներեք։ Հալալ կեսը խափումը ասում են կին ադրբեջանցի ամուսինահայ է իբր թե իրանց Հայաստանը ում դրա համար ճնշում է եւ դրա համար փախել են։ Անահիտ ջան, կոնկրետ ինչը դուր չեկա, որ դուք այդպես եք արձագանքում։ Այո, ես ձեզ հետ միգուցե համամիտ եմ, որ պետք չի այդպես անել, բայց մենք չենք կարող իմանալ իրականում այդ մարդը ինչ սիտուացիայի մեջ է եղել, ինչն է իրան դրդել, որպեսզի նա գնա այդ քայլին։ Եկեք լինենք ներողամիտ եւ երբեք չքննադատենք այն մարդուն, ում չենք ճանաչում, այն մարդուն, ում կյանքով չենք ապրել, ինչպես որ սիրում են ասել, չգիտեմ ում խոսքն է, որ ասում է, եթե ուզում ես մարդուն ինչ-որ բանում մեղադրել, հագիր իր կոշիկը եւ քայլիր իր ճանապարհը։ Ապա դրա համար կոնկրետ ես այդպիսին եմ եւ երևի թե ձեզ էլ խորհուրդ կտայի, եթե իհարկե կընդունեք խորհուրդս, միշտ դիմացինին հարգել եւ հարգել իր որոշումներով եւ անկախ նրանից, եթե դուք ձեր մեջ մտածում եք, որ դա սխալ որոշում է, սխալ քայլ է, ապա դուք ձեր մեջ դա մտածեք եւ երբեք մի վիրավորեք ծանոթ կամ անծանոթին իր որոշման համար, որովհետեւ միգուցե այդ պահին իրեն այդպես ավելի ճիշտ է եղել։ Այստեղ գրել է Լիանան, դուք ձեր գործին նայեք, ով ոնց հարմար է գտնում, այդպես էլ թողանի, գրված ձևը մի քիչ կոպիտ է հնչում, բայց իրականում ես համամիտ եմ, որ ամեն մեկս պետք է մեր կյանքին հետևենք, մեր ապրելակերպին ոնց որ տնօրինենք, միայն մերը, հա, նույնիսկ պահ է գալիս, երբ մեր երեխաներին նույնիսկ մենք չենք կարող ուղղություն ցույց տալ, այդպես ասեմ, այսինքն որոշակի տարիքից սկսված նույնիսկ մեր երեխաները ինչ որտեղ արդեն ինքնուրույն են դառնում ու մենք մեր երեխաներին երբեք չենք մեղադրի, ինձ թվում է, ինչ որ մի որոշման մեջ, միշտ համամիտ ենք, միշտ կողքին ենք։ Իսկ իմ համար մեր հայ ազգը նույնն է, ինչ որ մի մեծ ընտանիք եւ ինչքանով որ հնարավոր է աջակցել, օգնել, խորհուրդ տալ, պետք է անեք սիրելիներս, իրար մեջ պետք չի, որ մենք իրար վիրավորենք, իրոք պետք չի, ես գտնում եմ, որ մենք այնքան փոքրիկ ազգ ենք, պետք է մեկս մյուսիս իրոք, չգիտեմ, այսենց գուրգուրենք պահենք։ Ռոզա Սիրունյանն է գրել, կակրած իմ մասին չի, հա, այստեղ, կակրած իմ մասին չի, ուղղակի երբեմն այն մարդիկ են խոսում դրանից, ով առաջինն է արել, իսկ ես հանգիստ եմ, դու լավ մնա, հա, ժողովուրդ, նույնիսկ եթե ինչ-որ մեկը արել է, դա իր անձնական գործն է, ինչպես որ ասեցի, այնպես որ իրար մի վիրավորեք, սիրելիներս, միշտ եղեք իրար հանդեպ բարեհամբույր, չգիտեմ, հնարավորինս շատ, նույնիսկ օրինակ բերեմ այսօր, իհարկե մեր ազգական չէր, մեր ազգից չէր, բայց խանութ մտավ մի կին, տարեց կին, այստեղ ընդունված է հեծանիվներով իրանք ման են գալիս եւ այնպես ստացվեց, որ խանութի ախրանան այդ պահին ես մոտ էի, ասեց մադամ, դուք իրավունք չունեք ձեր հեծանիվով ներս մտնեք, դուրսը կանգնացրեք, մտեք, բայց դուրսը չի կարող կանգնացնի, որովհետեւ կգողանան, այստեղ չոփը դրված լինի կտանեն, հիմա այդ կողպեկից էլ հետը չուներ, հա։ Ես այդ պահին այնտեղ էի եւ ախրանային ասեցի ոչինչ բացառությամբ, էքսեպսիոնellement ասեցի,
քաշեք, թողեք, թող ներսը դնի մուտքի մոտ, դուք ուղակի ոնց որ ձեր կողքը պայք հեծանիվը թող մտնի առևտուր անի, դուրս գա։ Ասենք օրինակ այդ պահին ես կարայի անցնեի ու նույնիսկ ուշադրություն չդարձնեի, որտեղ օրենքով հեծանիվով ներս չեն մտնում խանութ, հա, դրսում են կանգնացնում։ Բայց այդ պահին ես գտա, որ ոչինչ, աշխարհը շուրջի գա, եթե այդ կնոջ հեծանիվը 5 րոպեով մնա այստեղ կանգնած եւ այդ տարիքով կիներ, հասկանում եք, երեխա չէր, թե երեխա լիներ, հա, կասեի, չէ, չեղավ, չի լինում, չի կարելի։ Բայց ինչ եմ ուզում ասեմ, եթե մենք կարանք չնչին բարիություն էլ անենք, չնչին ինչ-որ մի բանով մարդուն աջակցենք, ինչու ոչ։ Եվ կողքի կանգնած բոլորը հերթով սկսեցին մադամ vous êtes trop gentil, madame vous êtes gentil, votre geste, հասկանում եք, շատ բարի եք ասում, ձեր արած ժեստը ինձնից ոչինչ չգնաց, չէ, դրա համար։ Բայց փոխարենը կողքի մարդիկ նկատեցին, որ դու ինչ-որ բարի ժեստ ես արել։ Իհարկե ես դա չարեցի, որ կողքից նկատեն, բայց ուզում եմ ասեմ, եթե մենք կարանք ինչ-որ մի փոքրիկ ժեստով դիմացինի հանդեպ բարի լինենք, պետք է լինենք եւ հատկապես եթե դա վերաբերվում է մեր ազգականներին։ Ага, այստեղ ուղակի գրել է с распущенными волосами вы красавица, спасибо большое։ Գրել են Ալվարդն է գրել մի լքեք հայրենիքը։ Այստեղ տակը կոմենտարիա կա կկարդամ, բայց ուզում եմ Ալվարդին ասեմ, Ալվարդ ջան, երբ պահ գալիս եւ դու հասկանում ես եւ գիտակցում ես, որ այլ երկ չկա, պետքա լքես, որովհետեւ ապագա չես տեսնում։ Կոնկրետ մեր պարագայում, երբ որ մենք լքեցինք մեր հայրենիքը, ես դեմ էի։ Ես չէի ուզում ու ամուսնուս առաջարկելուց հետո, նույնիսկ ամիսներ հետո ես համաձայնել, ես դեմ էի, ես ուզում եմ երեխաները մեծանային հայրենիքում, ունենային հայկական կրթություն, հայկական լիարժեք դաստիարակություն, թե դպրոցում, թե տանը, բայց մի պահ եկա, որ սկսեցի մտածել ու հասկացա, որ ոչ, ու այնպես չէր, որ մենք աշխատել չէինք ուզում եկանք Եվրոպա, որ մեզ ստեղ անվճար ուտելիք տան, ոչ, ուղղակի տեսա, որ չէ, ոնց որ թե գնալով ավելի վատ է դառնում։ Հիմա այսօր Հայաստանում շատ լավ է, համեմատաբար այն ժամանակին, որ մենք եկել ենք եւ շատ շատերը լքել են հայրենիքը, միգուցե այն ժամանակ, որ իրոք ելք չեն տեսել, միգուցե ինչ-որ խնդիրներ են ունեցել, այնպես որ սաղից չեն կարող ասենց մի բուր սարքենք ու բոլորիս մի թավայի վրա ձեթով տապակենք, հա, չի կարելի, չենք լքում, չենք ուզում, բայց ստացվում է, բայց ինչքան էլ մենք ապրենք օտար երկրում, հավատացեք, ես չեմ ասում նրա համար, որ ես այստեղ եմ ապրում, մենք այնքան շատ ենք մեր հայրենիքը սիրում, կարոտում, օրինակ բերեմ, այ ոնց որ ձեր երեխա, երկու երեխա ունեք, ասենք թե, մի երեխան ձեր կողքն է 24 ժամ, մի երեխան ապրում է ուրիշ քաղաքում, դուք այն երեխան, որ ապրում է ուրիշ քաղաքում, էլ ավելի եք, չէ, կարոտում, էլ ավելի եք իր կարիքը զգում, որ տեսնեք, խոսակ, զանգեք, նույն էլ հայրենիքն է, նույն էլ քո երկիրն է, երբ որ դու հեռու ես, դու էլ ավելի ես սիրում, էլ ավելի ես կարոտում, նույն բանն է, հասկանում եք, դրա համար դրսում ապրող հայերը ինչ որտեղ ավելի շատ են կարոտում հայրենիքը, դողում հայրենիքի վրա, քան թե ներսի ապրողները, ես չեմ ասում, ուրիշ սխալ չհասկանաք, միտքս ինձ թվում է ճիշտ հասկացաք։ Այստեղն է գրել, ամեն մեկը մի կարևոր պատճառով է լքել հայրենիքը, 99%-ը գալիս է եւ բուժվում է, բուժվում են, կյանք են ստանում, արդյոք չարժի դա։ Այո, ես համաձայն եմ իրականում, մեկ վայրկյան մենակ այնպես անեմ, հավատացեք, ես համամիտ եմ, ես համաձայն եմ այն մարդկանց հետ, ովքեր գալիս են այստեղ եւ բուժվում են, գալիս են այստեղ կոնկրետ բուժվելու համար, ժողովուրդ, քրոջս տղու քիթը վիրահատեցի, մի ուղղակի սովորական վիրահատություն էր, շատ բարդ վիրահատություն չէր, բայց այնքան անտեսված էր, այնքան անփույթ ձևի էր արված, այնքան, չգիտեմ, ես ոնց բացատրեմ, ստեղ նույնիսկ բժշկությունը ուրիշ ձև է, ես չեմ պրոպագանդում, որ դուք ելնեք գաք ստեղ բուժվեք, ոչ, ամեն մարդ ինքը իր որոշումն ունի, բայց երբ որ դու տեսնում ես այստեղի խնամքը, այստեղ որ դու մտնում ես հիվանդանոց, քեզ չեն նայում որպես փողի քեզ այստեղ չեն նայում, ու ինչքան էլ մեր երկիրը փոխված լինի, մեր մենտալիտետը չի փոխվել ժողովուրդ, մեր մենտալիտետում կա հիվանդ, կա փող, անկախ նրանից դա վճարով է թե անվճար է, մեկա փող, եւ
դու գիտակցում ես այնտեղ, որ եթե դու փող չունենաս, ցավոք սրտի դու գրեթե անտեսված ես լինելու։ Դրա համար եթե մարդիկ կարողանում են հայթայթել եւ գալ այստեղ ստանալ իրանց բուժումը եւ շատերը իրոք բուժվում են, շատերը բժշկվում են, շատերին բերում է լավ արդյունքի, ապա ինչու ոչ։ Ես համամիտ եմ։ Թող գան, թող բուժվեն։ Եթե թուղթ ունեք ցանկացած քաղաքում, ոչ, նույնիսկ նոր եկած մարդուն բուժում են եւ անվճար, նույնիսկ անվճար, երբ որ դուք նույնիսկ երկրորդ օրն ինչ եկել եք Ֆրանսիա եւ դուք ուղակի ձեզ կամ տանում է ինչ որ մեկը չի ներկանում քո բարեկամը կամ ուղակի ձեզ տանում է օգնությունա ցույց տալիս ինչ որ անծանոթ ես տեսնում, դուք չունեք ոչ մի աշխատանքի, ոչ մի ապրելու իրավունք, կացության իրավունք այստեղ, բժշկությունը դառնում է ավտոմատ ձեզ համար անվճար։ Եվ երբեք իրանք չեն ասի վճարեք, նոր հետո մենք ձեզ կվիրահատենք, վճարեք, նոր ձեզ կհետազոտենք, ոչ, մարդը մտավ հիվանդանոց, իրանք պարտավոր են արդեն անցնել ու զբաղվել այդ անձնավորությունով։ Ժողովուրդ, իրոք տարբերվում է, այդ առումով բժշկությունը այստեղ տարբերվում է։ Հարությունյան Անիկն է գրել, բարի օր Սերինե ջան, բարի օր Սերինե ջան, բարի օր բոլորիդ։ Հայեր ջան, շատ վատ են տրամադրվել դրսի մարդկանց, կարան աչք փագեն մարդիկ գան գնան հազիվ, հա, գալիս են կարող մեկ վայրկյան մի հատ կարդամ, լավ չկարդացի։ Շատ վատ են տրամադրված դրսի մարդկանց, կարան աչք փագեն, մարդիկ գան գնան, հազիվ գալիս են, կարոտն են առնում եւ չէ հեսայենա կարն աչք փագեն կներեք։ Դե օրենքը մնում է օրենք եւ օրենքի սահմաններում դա թույլ չի տալիս անել այդ քայլը, ինչ որ արել են մեր հայրենակիցները, կներեք բառն եմ մոռացել, բայց հավատացեք մենք այս մեր հետ վերադարձով, որպես թեկուզ 2 շաբաթով, 3 շաբաթով, ինչպես կարելի ասել տուրիստ, մենք այնքան օգուտ ենք տալիս մեր հայրենիքին, հենց թեկուզ 3 շաբաթ ժամանակ անցկացնելով այնտեղ, մենք այնքան շատ գումար ենք ծախսում, որը որ մենք ստեղ չենք ծախսի Ֆրանսիայում, ու դա իրականություն է։ Ես ուղղակի չեմ ուզում թիվ հնչեցնեմ, որը որ մենք ծախսել ենք Հայաստանում, բայց հաստատ մենք այստեղ գնայինք արձակուրդ, դրա կեսը կծախսեինք ժողովուրդ։ Ու դրանով դու այդ գումարը ներմուծել ես քո հայրենիք, դու օգուտ ես տվել, հասկանում եք։ Ու այդքան ինչքան մարդիկ հայեր են գնում, մեծ գումարներ են այնտեղ թողնում, եւ դա շատ լավ է։ Չլինեն դրսի հայերը, մեր Հայաստանը միգուցե այդքան չկարողանար ծաղկել, հավատացեք։ Իրոք դրսում էլ է պետք լինել, որքան էլ որ ցավալի է։ Այնպես որ աչք փակելու պահով չեմ կարող ասեմ, դա օրենք է, օրենքով է ամեն ինչ արվում։ Մեկ վայրկյան։ Չոր խորնվել է իրաբարնությունը լույդի համար, ահա։ Հա, այստեղ Ալվարդ Մանուկյանն է գրել, չէ, կներեք, շփոթվեցի, դա կարդացել եմ, կներեք։ Բարև ձեզ, խնդրում եմ կասեք, հա։ Այստեղ Անա Ստարն է գրել, բարև ձեզ, խնդրում եմ կասեք, որ քաղաքում կարող եմ ավելի հեշտ խնամողի աշխատանք գտնել, թուղթ ունեմ, նախապես շնորհակալ եմ։ Եվ Մարսպետ Եփրեմյանը գրել է, եթե թուղթ ունեք ցանկացած քաղաքում։ Նայեք, Աննա ջան, իրոք, եթե թուղթ ունեք ցանկացած քաղաքում, բայց մեծ քաղաքներում ձեր շանսը ավելի շատ է։ Օրինակ, նույնիսկ կողքի քաղաքներից փոքրիկ գալիս են Լիոն, որովհետև այստեղ աշխատանք գտնելը ավելի հեշտ է, քան թե փոքրիկ քաղաքներում իրականում։ Դա համար ինձ թվում է մեծ քաղաքում ավելի հեշտ կգտնեք աշխատանք։ Տեղը իմ մեծ աղջիկն անկերու հետ եք, ինչ որ մուլտիկ են նայում, եթե ձենը գալիս է ներող եղեք, հուսով եմ չի գալիս։ Ահա, հա, այստեղ Արմինե Մելքոնյանն է գրել, լայքի համար ամեն ինչ կանես, տենց բան չկա։
Նախ ես լայքերի պակաս չունեմ, եթե դուք նայեք իմ հոլովակները կտեսնեք, թե լայքի, թե կոմենտարիայի պակաս ես չունեմ, իմ հետևորդները, այն մարդիկ, ովքեր ինձ դիտում են, չեմ ուզում ասեմ հետևորդ, այդ բառը մի քիչ չեմ սիրում, որ ճիշտն ասեմ, իմ հայրենակիցները, ովքեր որ ինձ դիտում են, չեն զլանում եւ լայքնել են դնում եւ կոմենտարիանել են գրում, ես լայքի համար այդպես հիմարություն դուք չէի տա, դա այն չի, որ դու պետք է ասես ու դրա համար լայք ստանաս կներեք, բայց անիմաստ կոմենտարիա եք գրել, ոչ տեղին, եթե ձեզ դա հետաքրքիր չի, եթե ձեզ դա չի դիպչում, ուղղակի անցեք։ Մելինա Ակոպյանը, այո, մեր հայերի համար կարևոր ինֆորմացիա էր, իսկ թվականը կապ չունի, հուսանք, որ այդ պրոբլեմ կնային։ Ժողովուրդ, իրականում ես չգիտեմ ինչ ձև է այդ սիստեման, բայց ես նորից եմ կրկնում, լսել եմ, որ մեր ծանոթիներ այդ ձևով ոնց որ հիմա այս պահին իր գործը քննվում է ու եթե ես մի քիչ կասկածեի, որ ուղղակի անիմաստ ինչ-որ լուրեր է, որ ճիշտն ասեմ, առաջի անգամ TikTok-ով եմ լսել ու մի քիչ կասկածի տվեցի, ասի դե լավ հիմա TikTok-ը մի բան ասեց, բայց հետո երբ որ սկսեցինք խոսալ քննարկել, բերան եւ բաներ իմացանք, դրա համար ես չի կարող քնել իրականում ձեզ այդ լուրը չհայտնելով, որովհետեւ ամեն դեպքում շատ մեծ լսարան չունեմ, բայց շատ փոքրիկ էլ չի իմ լսարանը ու եթե նույնիսկ այդ 21000 դիտումից, 25000 դիտումից, նույնիսկ 2000 անձնավորություն կներեք։ Ինչ որ մի բանով ես այդ պահին իրանց օգնած լինեմ կամ ինչ որ մի հուշում արած լինեմ, ես դրանով ինչ որտեղ ինձ լավ կզգամ ու գիշերը հանգիստ կքնեմ, իսկ եթե ես իմանայի ու ձեզ չասեի, դուրս կգար, որ ես սկզբից դες խոստացել եմ, որ ինչ որ կապված է Ֆրանսիայի թղթի աշխատանքի, ինֆորմացիոնի, ստաժի հետ կապված ձեզ իհարկե տեղյակ կպահեմ, եթե ես դա իմանալով ձեզ չասեի, դա կնշանակեր, որ ես ձեզանից ինչ որ բան եմ թաքցնում, հա։ Դրա համար ասել եմ, իսկ կոնկրետ վերաբերվում է արդյոք ուրիշ երկրներին չեմ կարող ասել, ինձ թվում է Ֆրանսիային, որ հաստատ վերաբերվում է, թվականն չեմ կարող ասել, ներող եղեք, դա արդեն միգուցե փաստաբանների, եթե դիմեք ինչ-որ օրենքի, ինչ-որ էլ գծով, միգուցե ինչ-որ ինֆորմացիա էլ ավելի իմանաք, եթե ձեզ իրոք կարևոր է դա։ Ապրի Սերինեն, Ռայա Բախտամյան, պատկերացրեք, որ այս փոքրիկ կոմենտարյան Ապրի Սերինեն իմ համար շատ մեծ նշանակություն ունի, շնորհակալ եմ ձեզանից շատ, իրոք ես արել եմ զուտ նրա համար, որ իմ հայրենակիցները, եթե ունեն դրա կարիքը, իմանան, այդքան բան, լայքերի համար չի։ Վահան Տորոսյան, իսկ մսի համը մնաց, դուք վարժ եք խոսում և պատրաստում, շնորհակալություն։ Հավը տենց համ չունի իրականում, որ մի հատ էլ համը մնա, բայց այդքան շատ չեմ համեմ, կարող է թվա շատ եմ համեմունք արել, բայց չէ, սև բիբար, կարմիր բիբար, մի քիչ հատուկ է պրիպրավան պիլմենի համար եւ սխտորի փոշի, այո, համով էր եղել։ Չնայած ցույց եմ տալի հոլովակի մեջ, այնց որ ավտոմատ, այո, ինչու ոչ կարելի է եւ դա գրել։ Մի քիչ sense շեղել ենք էլի մեզի։ Հա, այստեղ նարկ Խաչիկյան երևի, բարև Սերինե ջան, կարող եք ասել Լիոնում որտեղ է գտնվում Ֆուլդեմեր, որ ճիշտ ասեմ չգիտեմ, իրոք չգիտեմ, կներեք, որ ճիշտ ասեմ նոր կարդացի ձեր կոմենտարյան, միգուցե որ մի քիչ շուտ կարդացած լինեի, կկարողանայի ինչ-որ ինֆորմացիա վեկել, բայց խոստանում եմ կնայեմ միգուցե ուրիշ հոլովակի մեջ կամ ձեզ անձամբ կպատասխանեմ։ Ալեքսանդրության, հա, Սանդրպրության, այստեղ որ գրվում է այդ բաներով, այնքան դժվար է։ Ինչ ակում, բարև բոլորին, Սերինե ջան, շատ շնորհակալ եմ օգտակար նորության համար, իսկ համալսարան ընդունվելու համար 3 սովորող երեխաներ կարող են դիմել։ Ժողովուրդ, այս կոմենտարիային կպատասխանեմ մի քիչ վերևը, Տաթևիկն է ինձ գրել, Տաթևիկ, որը որ բլոգեր է, եւ ես մի քանի հոլովակ առաջ ասել եմ, խոսացել եմ իր մասին,
Նա ինձ գրել է, որովհետև ինչ-որ մի բաժանորդ իրան ասել է, որ ես իր մասին խոսել եմ, ինչպես միշտ Տաթևիկը շատ շնորհքով է եւ չի զլացել, բավականին երկար կոմենտարի է գրել, որի համար շատ շնորհակալ եմ Տաթևիկ ջան։ Ես իրոք չեմ շփոթվել, որ քեզ գովել եմ։ Չեմ սխալվել։ Այնպես որ հեսա իր կոմենտարյան կկարդամ, միգուցե դուք ինչ-որ եզրակացություն անեք, բայց իրականում շատ շատերն են այդպես թուղթ ստացել, նույնիսկ իմ տնօրենը, որ ճիշտն ասեմ, ինքը որպես ուսանող է եղել այստեղ եւ հետո ստացել է քարտը, հետո արդեն իրան ոնց որ մի քիչ ուրիշ ձև է գնացել ամեն ինչ, բայց ինքը սկիզբը դրանով է սկսել։ Ֆրանսիացի չի։ Անուշ Խաչատրյան, հա, երևի Անուշ Մկրտչյան թքած ունեմ կներեք արտահայտությանս, բայց ես չեմ ասում նման այդ վրա, որ կփոխի իր անուն ազգանունը, ինչա թե ուրիշ տեղ ապրի, բոմժի կամ կալանավորի չամբարներում։ Նախ Ֆրանսիայում ճամբար գոյություն չունի, այստեղ ոչ մեկի չեն կալանավորում եւ փակ չեն պահում, այստեղ մարդիկ ազատ են, ինչ ուզում անում են, ինչպես իրենց տանը իրականում, իսկ դուք եթե չեք ուզում, մի արեք, բայց ոչ մեկ էլ մի վիրավորեք, եթե արել են, ուրեմն դրա կարիքն ու պատճառն ունեցել են։ Ձեր խոսալու ձևը արդեն ձեր իսկությունը ցույց է տալիս, կներեք, որ ասում եմ, բայց ես չեմ սիրում այդպիսի անձնավորություններին, ներող եղեք։ Էլմիրա Սագրադյան, ամեն տեղ նույն սիստեման է, սկսել են ժողովրդին, տանում են ցիֆրավոյ ռաբստվա։ Այո, մենք չգիտենք մեզ մոտ ապագայում նույնիսկ ինչ է սպասվում, ցավոք սրտի, որ դիտում ենք ինչ է կատարվում ամբողջ աշխարհում, մենք հասկանում ենք, որ մեր խեղճ երեխաները չգիտեմ ինչ ապագային ունենալու։ Սուզաննա Մարկարյանն է գրել, ինչ էլ գեղեցիկ անուն է, երգչու անունից է Սուզաննա Մարկարյան։ Սիրելի Սերին է, ես ձեր հետևորդն եմ, ես արդեն 10 տարի ապրում եմ Ֆրանսիայում, ուզում եմ դիմել քաղաքացիության, բայց պետք է B1 մակարդակի քննությունը տամ։ Ինչ նորություն ունեք քաղաքացիության դիմելու ձևերի մասին, անգամ կտրվել եմ, եթե նորություն ունեք, կասեք, խնդրում եմ։ Ինչքան չեմ սխալվում, կա մեկ այլ տարբերակ, եթե չունեք քննության ոնց որ B1-ը, դիմել քաղաքացիության, ապա դա Premier Secouriste կարծեմ կոչվում, գնում եք 3 օր, թե ինչա, այդ դասընթացներն եք անցնում առաջի օգնության եւ ինչքան գիտեմ դա էլ է նպաստում, որ դուք կարող եք առանց քննության թղթի դիմել քաղաքացիության, հետաքրքրվեք, միգուցե դա ձեզ ավելի հեշտ լինի, եթե քննությունը չեք կարողանում անցնել, բայց խորհուրդ կտամ մի քիչ պարապեք եւ B1 անցնեք եւ շատ արագ անեք դա, որովհետեւ մյուս տարվանից նացիոնալիտեի քաղաքացիություն դիմելու համար B2-ն է պետք, ել ավելի բարդ է։ Այնպես որ շտապեք։ Ռոզա Սիրունյան, դա ինձ թվում է վերաբերվում է այն մարդկանց, ովքեր երկու անձնագիր ունեն, Հայաստան ուրիշ են, Եվրոպայում ուրիշ, դա չեմ կարող ճիշտ ասած ասել։ Միգուցե եւ ճիշտ եք։ Հիմա որ ասեցիք, մտածեցի, վերլուծեցի, չեմ ուզում ճակերտներ բացել, բայց միգուցե դուք ճիշտ եք։ Այնպես որ դա նկատի ունեցիք ժողովուրդ։ Анна Дилоян, Сирина, дорогая, вы с распущенными и с хвостиком красавица. Спасибо большое еще раз. Поэтому это карта целей. Անահիտ Հայրապետյանը ասում, ողջույն սիրուն Սերինե ջան, հետաքրքիր է այդ լուրը միայն Ֆրանսիայում ապրողներին է վերաբերվում, թե այստեղ պատասխանել է Լուսինե Վարդանյան, կարծում եմ ոչ միայն Ֆրանսիայի հայերին, այլ Հայաստանի հանրություն սահմանահատողներին կվերաբերվի։ Դա նույնպես չեմ կարող ասել, իմ լուրը Ֆրանսիայից է, թե ուրիշ երկրում նույն ձև է, միգուցե։ Ամեն դեպքում զգուշությունը լավ բան է, չգիտեմ ժողովուրդ։
Գայանե Աբազյան, սիրելիս, իսկ ինչու չեք գալիս ապրեք մեր հայրենիքում, վերադարձեք Հայաստան, շենացրեք մեր հայրենիքը։ Մեծ հաճույքով, նամանավանդ 2 տարի է ինչ ես եմ գալիս ու այս տարի էլ ամուսինս ա եղել ու մեր հայությունը, որ այստեղ են ու սկսել ենք խոսել այդ թեմայի վերաբերյալ, հավատացեք բոլորս միաձայն ուզում ենք գալ, բայց կային բացեր, ժողովուրդ, այստեղ հաստատվել ենք, այստեղ ունենք երեխաներ, օրինակ իմ մեծ աղջիկը ինստիտուտ է սովորում, տղաս արդեն աշխատանքի ընդունվել, գրել կարդալ հայերեն չգիտեն, ինչքան էլ որ ամոթ լինի ինձ, չգիտեն ժողովուրդ ջան, գերազանց խոսում են անգլերեն, ֆրանսերեն, մի քիչ իսպաներեն, մի քիչ գերմաներեն, բայց գրել կարդալ հայերեն չգիտեն եւ վերցնել մեծ երեխաներին ստիպել տեղափոխվել Հայաստան մենակ որովհետեւ մենք ուզում ենք, դա մի քիչ սխալ կլինի։ Միգուցե երբ մեր երեխաները արդեն ինքնուրույն իրանց ընտանիքը կյանքը ձևավորեն, միգուցե եւ ես ու ամուսինս վերադառնանք եւ ապրենք Հայաստանում, հավատացեք։ Նամանդ իմ ամուսինը սենց միած սենց ուղակի որ ես ասեմ արի գնանք, պատկերացրեք ինքը պատրաստ է։ Այստեղ Լիլիթ բարև ձեզ, իսկ եթե անուն ազգանունը չես փոխել, ստացել ես թուղթ, այդ դեպքում էլ չես կարող։ Չէ, եթե դուք ամեն ինչ ով է ինձ զանգում, Մանանիկ։ Զանգ եկավ, ներող երեք։ Բարև ձեզ, իսկ եթե անուն ազգանունը չեք փոխել, չէ, եթե անուն ազգանունը չեք փոխել, եթե դուք իրական նույն մարդն եք, որը որ ներկայացել եք, ինչպես որ ես օրինակի համար, ինչպես իմ ամուսինը եւ իմ երեխաները, մենք խնդիր չունենք եւ վախ չունենք, որտեղ մենք օրինական ստացել ենք մեր փաստաթղթերը եւ գնալով եւ հետ գալով մենք ոչ մի ռիսկի չենք դիմում, որովհետեւ ունենք այստեղ կերծեժող եւ մեր հայկական անձնագիրը ժողովուրդ եւ շուտով պատրաստվում եմ դիմեմ նացիոնալիտե իրականում, սպասում եմ 10 տարեկան քարտից, ամուսինս ունի, ես ոչ, այս մոտակա մի ամսում կստանեմ իմ 10 տարեկան քարտը եւ կդիմեմ նացիոնալիտեի քաղաքացիության, իսկ մինչեւ դա էլ հանգիստ կարող եմ գնալ գալ, եթե ունեմ կարծեժող, եթե հանգարց չունեք կարծեժող, ունեք ռեսիպիսա էլ կարող եք գնալ գալ։ Բայց եթե չունեք ոչ նա եւ ինչ որ մեկը ձեզ էստեղ ասի որ կարաս հանգիստ գնաս եւ հետ գաս, ապա ոչ, շատ խնդիրներ են եղել այն մարդիկ, ովքեր գնացել են եւ ես չեն կարողացել վերադառնալ, այնպես որ եթե նորմալ է ձեր փաստաթղթերը, խնդիր չկա։ Ողջույն Սերինե ջան, շնորհակալություն ինֆորմացիայի համար, թերմինն է գրել, խնդրեմ Թերմինե ջան, հուսով եմ օգտակար էր ձեզ։ Անահիտ Մանուկյանն է գրել իմ մշտական դիտորդուին, ապրեք որ զգուշացրեցիք, երևի մեր հայերին օգտակար կլինի, Սերինե ջան, իսկ ինչի չեք կներեք, ինչի եք լծրեցիք, թևիկների վրա, ինչեր եք լծրել զեյթունը թե չէ, բայց թևիկների վրա լծրել եմ ընդամենը աղ, սերբիբար, կարմիր բիբար, սխտորի փոշի, մի քիչ այդ պրիպրավը для пельмени այդ հոտը համը սիրում եմ եւ զեյթունի ձեթը պատկերացրեք, այտենց ուշադրություն չեմ դարձնում, որ կոնկրետ ձեթն է, լավ որակի ձեթ եմ գնում եւ արդեն 3 տարի է մենակ զեյթունի ձեթով եմ ամեն ինչ պատրաստում, այնպես որ ոչ մի խնդիր չեմ ունեցել, նույնիսկ կարտոֆիլի երբ որ տապակում եմ թավայի վրա, մի քիչ կարակ եմ անում, մի քիչ զեյթունի ձեթ եւ շատ համով է լինում։ Ալինա Նագապետյանն է գրել, Երևի Նահապետյան, կլինի հայերեն, շատ լավ է Սերինե ջան, հաճույքով դիտում եմ, շնորհակալություն, МР Мислана, мои родственники почти 30 лет живут в Греции, тоже поменяли имена, точнее окончания, в августе были в Армении, но без проблем вернулись в Грецию, Серине ջան, когда этот закон вступил в силу. Երևի թե որ դիտում եք հայերեն նորից ասում եմ հասկանում եք, չեմ ուզենա ռուսերեն ասել, միգուցե ինչ որ մեկը չի կարողանում, չի հասկանում մարդս։ Այստեղ գրում է, որ իր բարեկամները նորին այտենց ինչ որ փոփոխություններ են արել եւ օգոստոսին եղել են Հայաստանում, ապրում են Գրեցիայում։ В августе были в Армении, без проблем. Միգուցե Գրեցիային դա չի վերաբերվում, միգուցե Ֆրանսիային է կոնկրետ վերաբերվում, դրա համար էլ ձեր բարեկամները հաջողակ տեղ են հասել եւ ասեմ իմանաք, որ ինչ է ուզում ասել, շատ-շատերը եւ Ֆրանսիայից էլ ա եղել դեպքեր, ուղղակի ես վերջերս է ինչ որ մի բան սկսել եմ քիչ փորել, չգիտեմ։
Գայան Տովմասյան ջուր ես ծեծում։ Եթե դու կարողանում եք ջրին ծեծեք, ապա շարունակեք ծեծել, ես չեմ փորձել, որ ճիշտն ասեմ։ Angel, հա։ Ինչ բաներ ես գցում կառավարության բերանը։ Չեմ գցում կառավարության բերանը։ Կառավարությունը ինձնից էլ, ձեզանից էլ, բոլորից էլ ամեն ինչից էլ տեղյակ է։ Նույնիսկ գիտի դու այդ օրը ինչ ես կերել կառավարությունը, այնպես որ մեր շունչը գիտեն։ Հիմա եթե կառավարությունը ձեզի կանչի իր մոտ եւ բացի քո պապկան, այնքան այս թղթեր ու նկարներ ու ամեն ինչ կանի կդնի քո դեմը, որ դու նույնիսկ չես պատկերացել, որ դու այդ նկարը ունեցել ես, այնպես որ ես չէի որ պիտի գցեմ կառավարության բերանը, հա։ Այսինքն արդեն կարծեմ Սերենե ջան շատ օգտակար ինֆորմացիա է ստեղադրել, շատ մերսի գրելա Սվետլանա Մելքոնյանը, շնորհակալություն որ գնահատեցիք AS մեր բարիսերն է բոլորի մասին մտածող ձեր խորհուրդը շատերի համար օգտակար կլինի, այո, ինձ թվում է շատերը եթե լսեն օգտակար կլինի եւ ես միշտ բարություն եմ ցանկանում առաջինը իմ հայրենակիցներին, հետո ամբողջ աշխարհին։ Աննա Ավակյան, դուք հասկանում եք, որ ձեր գծած վիդեոներով դուք ավելի շատ հուշում եք պատկան մարմիններին։ Ես ոչինչ էլ չեմ հուշում, ժողովուրդ, այդքան միամիտ մի եղեք, էլի, այդքան միամիտ մի եղեք։ Պատկան մարմինները ում պետքա ոնց պետքա գիտեն, ով ինչ անում, որտեղ է ապրում եւ ինչ անվան տակ է ապրում։ Պրոստը պահա պետք որ հոպ բռնեն, այդ պահն է իրանց պետք։ Այ եթե չիմանալով այդ ասում գնես իրանց ձեռը, այդի կլինի սխալ, բայց եթե իմանաս ու չանես, այդ ավելի ճիշտ կլինի։ Աննա, ավելի լավ է լինել չքավոր սեփական հայրենիքում, քան թակավոր օտարության մեջ։ Այստեղ գրել են եւ նույնիսկ Ձեզ Մարիանն է գրել, իսկ ով է ձեզ ասել, եթե օտարության մեջ ես, ապա ուրեմն թագավորական կյանքով ես ապրում, այո, հենց այդ է, հերիք է մարդկանց քննադատեք, ոչինչ չիմանալով, շատ ճիշտ եք ասում, գրել է Նելինեն եւ Նեմեսիս, այս անկախության մի քանի հոգու համար է։ Ժողովուրդ մի քննադատեք, նորից եմ ասում, մի քննադատեք։ Եվ հասա մեր Տաթևիկի կոմենտարիային, կարելի ասել վերջի կոմենտարյան է, Տաթևիկ Կարապետյան վլոգ ջան։ Ես քեզ իրոք շատ եմ հավանում, այն ասում եմ առաջին YouTube-յան ալիքից, որ դու չմերժեցիր եւ տեղադրեցիր իմ YouTube-ի անունը քո ալիքում, որպես ես ունենամ 1000 բաժանորդ, ես դա երբեք չեմ մոռանա։ Ես մարդկանց լավությունը երբեք չեմ մոռանում, Տաթևիկ ջան։ Սերնե ջան, ես ավարտել եմ Լիոնի 3 լեզուների ֆակուլտետը, այո, ես նայում էի եւ կյանքում չէի մտածի, որ դու խնդիր ես ունեցել թղթի, որ ճիշտն ասեմ, անգլերեն, ռուսերեն բաժինը, բայց տիտղը séjour, étudiant չտվեցին, մի բան էլ QTF ուղարկեցին, ախ այդ QTF-ը մենք էլ ենք ունեցել, չեմ հիշում կոնկրետ 3, բայց 2 հաստատ ունեցել ենք եւ այդ QTF-ով, QTF-ը երկիր լքման թուղթն է, մեզ նույնիսկ բնականon են հատկացրել, գժի երկիր ուղարկեցին ասելով կարող եմ հետ գնալ ու Հայաստանում սովորել, այո, տվյալ ձևով թուղթ ստանալու են միայն մինչև չափահասության տարիք Ֆրանսիա եկածները, դե միգուցե եւ նույնիսկ եթե նույնիսկ այդ տարիքի մարդկանց կարող է օգուտ բերել, ինչու ոչ, ես 20-ում էի մուտք գործել, հետեւաբար գրել էին, որ ինձ դա չի վերաբերվում, կամ ուսանողական վիզա է պետք, այո, դա էլ է կարևոր, չնայած այդ դեպքում էլ համալսարանը ավարտելուց հետո էլ չեն թարմացնում, այո, ճիշտ եք, լեզվի իմացության մակարդակն էլ ստուգեցին քննության միջոցով եւ միայն պատասխանը գալուց հետո ընդունեցին ու միշտ մինիմում 2 լեզվի կոմբինացիա է լինում, միայն անգլերեն կամ միայն ռուսերենի ֆակուլտետ մինչև անցած տարի իմ ավարտելը չկար։ Այո, պետք է լինի կամ ռուսերեն ֆրանսերեն, կամ ռուսերեն անգլերեն։
ու Հայաստանից բերած գնահատականները դպրոցի կամ համալսարանի իրենք հաշվի չարան, այո չեն առնում ցավոք սրտի, գուցե այս տարի ինչ-որ բան է փոխվել, ամեն դեպքում c'est la France, oui, vive la France, c'est la France, mais vive la France, կստեղ եք ապրում, ու ես մի բան եմ հասկացել այս տարիների ընթացքում, որ ամեն ինչ էլ հնարավոր է, ես էլ, մեկի մոտ մի ձև է ստացվում, մյուսի մոտ լրիվ ուրիշ ձև, այո, դու կարող եք նույն, այսինքն տառ նույն դոսիեյով, նույն պապկայով գնաք, մեկին ասեն այո, մյուսին ասեն ոչ, c'est la France, ոնց որ դուք ասեցիք, այո, դա Ֆրանսիան է, պետք է ուղղակի փորձել, այո, պայքարել, փորձել, եթե եկե հասել ենք այստեղ, պետքա պայքարենք։ Մերսի նախորդ հոլովակում հաճելի խոսքերի համար, մեծ հաճույքով եւ անկեղծ եմ ասել Տաթև ջան, բաժանորդներիցս մեկն է ինձ ուղարկել, հաջողություն եմ մաղթում ալիքի հարցում։ Ես էլ եմ քեզ հաջողություն մաղթում քո մեծ ալիքի հարցում, որ ել ավելի բազմանան, շատանան եւ նույնիսկ ես իմ բաժանորդների խնդրեցի Allez, à ce soir. Bisous. Մեծ աղջիկս է, ընկերու հետ է, ֆրանսիացի է, դրա համար ֆրանսերենով պատասխանեցի, թե չէ հայերեն եք խոսում։ Հա, ինչ է ուզում ասել, որ ժողովուրդ ջան, Տաթև ջան, իրոք, մեծ սրտով, սենց իմ ալիքի բաժանորդներին չեմ խորհուրդ տալիս, ուղղակի գնացեք, նայեք, հաստատ կհավանեք, շատ համով, հանգիստ, համեստ, առանց ձևերի, ոնց որ ինձ են ասում, շատ ես ձևի խոսում, Տաթևիկը շատ լավն է, այնպես որ գնացեք բաժանորդագրվեք չեք փոշմանի։ Ինչ է ուզում ասել, ժողովուրդ ջան, հուսով եմ բոլոր կոմենտարիաները կարդացի, ոչ մենակ հարցերի, որպեսզի սենց մի քիչ ճակերտները բացեն, որպեսզի մի քիչ ձեզ տեղեկացնեմ, որպեսզի ձեզ մի քիչ բարիացնեմ։ Իմ սիրելի հայ ազգ, եղեք բարի, սիրեք միմյանց, հավատացեք, եթե մենք մեր իրար սիրելով, իրար օգնելով, իրար պատժկա անելով, չբաժանելով դրսի, ներսի, կողքի, հարևանի հայերով, մենք շատ ուժեղ, շատ խելացի, շատ շնորհքով, շատ խելքով ազգ ենք ժողովուրդ, ու մենք շատ հեռու կգնանք, եթե լինենք միասնական։ Եղավ, համոզեցի ձեզ։ Դե ինչ ձեզ ուղարկում եմ մեծ պաչիկ եւ ասում եմ մնաք բարով, հուսով եմ, որ ձեզ չձանձրացրեցի եւ ինչ որտեղ ինչ որ մի բանով էլի օգնեցի իմ փոքրիկ տեղեկություններով, որովհետեւ այնպես չի որ ես ամենագետիկն եմ, բայց եթե ինչ որ մի լուր եմ իմանում, որը կարող է ձեզ օգնել, ինչու ոչ։ Իսկ մեր Ֆրանսիայի հայերը այնքան լավն են, որ ֆրանսիացիները շատ են սիրում ու հաստատ փոքրիկ սխալների համար մեր հայերին ոչ մեկ էլ չի նեղացնում այստեղ, ես վստահ եմ։ Մենք ամենալավն ենք, թե ինչ գնացի ես։